Եվ այսպես էնդոսկոպիկ, էնդոնազալ տրանսֆինոիդալ մուտքով վիրատությունները։ Մի կարճ պատմական ակնարկ գրականության մեջ կարող եք հանդիպել նման եգիպտական որմնանկարների, որոնք ունեն մի քանի հազարամյակի պատմություն, որտեղ պատկերված են, թե ինչպես են արտաքին քթանցքից փորձում կատարել ինչ-որ գործողություն։ Իմ խորը համոզմամբ սա դժվար թե վիրատություն լինի, սա մումիֆիկացիա ինչ-որ մի էտապ էր, բայց ենթադրում եմ ոգեշնչվելով այս նկարից, անցած դարի սկզբին շատ նյարդավիրաբույժներ փորձեցին կատարել նման բնական ուղիով մուտք դեպի հիպոֆիզար շրջան եւ կատարել վիրատություններ։ Դրանցից առաջինը 1907 թվականին ավստրիացի վիրաբույժ Հերման Շլոֆերն էր, որը կատարեց բաց եղանակով վիրատություն տրանսֆենոիդալ մուտքով եւ դրանից հետո մի շարք վիրաբույժներ փորձեր են կատարել նման վիրատություններ, սակայն բեկումային է համարվում 1960-ը։ Երբ որ ֆրանսիացի արդեն Գերխարդ Գյոթեն կատարեց առաջի էնդոսկոպիկ եղանակով վիրատությունը։ Ինչու է 1960-ը համարվում բեկումային, քանի որ այդ ժամանակ ստեղծվեցին Հոփկինս ոսպնյակները։ Քանի որ մեծամասամբ ոչ վիրաբույժներ են, ես ներկայացնեմ, որ էնդոսկոպը իրանից ներկայացնում է խողովակ, որին չկա տեղադրված որևիցե տեսախցիկ։ Նա բաղկացած է տարբեր ոսպնյակներից, որոնք միացած են իրար հատուկ հեռավորությամբ եւ թույլ են տալիս որակով դիտարկել առարկան։ Ահա այդ որակյալ ոսպնյակները ի հայտ են գալիս 1960 թվականին եւ մինչ այսօր պատենտավորված են եւ շատ ընկերությունների կողմից թողարկվող էնդոսկոպերը ունեն եւ այդ ոսպնյակները եւ ահա 1960-ից հնարավոր եղավ օգտագործել էնդոսկոպիկ տեխնիկան լայնածավալ վիրաբուժության մեջ բոլոր բնակավարներում եւ կատարվեց առաջի, ինչպես նշեցի, էնդոսկոպիկ վիրատությունը էնդոնազալ մուտքով։ Այսինքն փաստացի եթե նայենք, նստում է ոնց որ թե ինձ թվում փաստացի եթե նայենք պատմությունը էնդոսկոպիկ եղանակով վիրատությունների ամբողջ աշխարհում ունի ընդամենը 65 տարվա պատմություն, ոչ ավել։ Հայաստանում բաց եղանակով վիրատությունները ունեն 25 միգուցե ավել տարվա պատմություն, կատարվել են շատ նյարդավիրաբուժական հիմնարկներում, սակայն տեղին եմ համարում նշել, որ էնդոսկոպիկ եղանակով վիրատությունները սկսել ենք կատարել մեր բաժանմունքում իմ կողմից ղեկավարված դեռևս կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքում իմ հրավերով Ռուսաստանի Դաշնությունից ժամանեցին մեր հայրենակիցներ եւ արժանավայել նյարդավիրաբուժներ Յուրի Գրիգորյանի ղեկավարությամբ եւ մենք արեցինք առաջի վիրատությունը էնդոսկոպիկ եղանակով 2010-ին եւ դրանից հետո շարունակեցինք այն կատարել արդեն ինքնուրույն։ 2015-ից այդ վիրատությունները կատարվում են արդեն Նայրի բժշկական կենտրոնում եւ անցնելով արդեն դասակարգմանը նախ նշեմ, որ նախորդ խոսնակը շատ հոյակապ ձևի ներկայացրեց դասակարգումը, ես ավելի հակիրճ կներկայացնեմ զուտ վիրաբուժի պրիզմայով, թե որ չափորոշիչներն են ավելի կարևոր վիրահատություն եւ վիրատության ձև ընտրելիս։ Ամենակարևորը կավեռնոս խառնարանի ներաճման աստիճանի հետ եւ MRT հետազոտման արդյունքների հետ կապված դասակարգումն է, որը թույլ է տալիս որոշել, կարող ենք մենք արդյոք կատարել էնդոսկոպիկ եղանակով էնդոնազալ վիրատություն, թե չէ, եւ եթե անդրադառնանք այս Knopf դասակարգմանը, այն դասակարգում է նորագոյացության ներաճը դեպի կավեռնոս խառնարան, ելնելով նրանից, թե այն անցել է արդեն քնային զարկերակների մեծալ սահմանը, ինչքանով է ներաճել խառնարան եւ այլն։ Այսինքն ինչի է սա կարևոր, քանի որ բնականաբար մենք ունենք որոշակի լիմիտավորում։ Եթե մենք կատարում ենք էնդոնազալ մուտքով վիրահատություն, մենք ունենք սահմանափակում դեպի լատերալ սահմանները եւ նախքան վիրահատությունը պետք է իմանանք ինչ կարող ենք անել։ Ինչպես նշեցի, նաև շատ կարևոր է ըստ MRT դասակարգման հարցը, թե նորագոյություն ունի սուպրասելյար, ինֆրասելյար կամ պարասելյար տեղակայում եւ կրկին անդրադառնալով այդ հարցին, մոտավորապես ներկայացնեմ մեր լիմիտավորումը դեպի լատերալ
եւ դեպի սուպրասելար։ Իհարկե սա հարաբերական լիմիտավորում է, լինում են շատ հաճախ դեպքեր, երբ որ մենք էնդոնազալ եղանակով շատ լավ հեռացնում ենք նաեւ սուպրասելար զանգվածը նորագոյացության դա արդեն խիստ փոխկապակցված է, թե նորագոյացությունը ինչ կոնստենցիայի է, փափուկ է թե պինդ։ Եվ այսպիսով, ինչպես ես տվեցի հարցը մեր նախորդ խոսնակին, թե որոնք են հիմնական ցուցումները վիրատության, ես ըստ ինձ դա դասել եմ հետևյալը, այսինքն հիմնականում դիում են հիվանդները կապված տեսողական խանգարումների հետ եւ դա է հանդիսանում ցուցում վիրատությանը։ Երկրորդ տեղում իհարկե դուք եք հարգելի գոլեգաներ, երբ որ ուղեգրում եք արդեն հիվանդներին ու մոտ առկային այնպիսի վիճակներ դեղակայուն չեն ենթարկվում եւ դա է հանդիսանում ցուցում վիրատությանը։ Ինչպես խոսեցինք, առանց կլինիկական դրսևորումների վիրատության ցուցում են դառնում այն դեպքերը, որոնք ունեն պրոգրեսիվող աճ։ Ինչի՞, քանի որ հաշվի առնելով էնդոսկոպիկ տեխնիկայի լիմիտավորումը հնարավորինս փոքր չափի դեպքում կատարված վիրատությունը առավել էֆեկտիվ է։ Ուստի եթե կա պրոգրեսիվող աճ, ցանկալի է հիվանդին վիրատել նրա վաղ շրջանում եւ չթողել, որպեսզի նորագոյացությունը դառնա այնպիսի չափերին, որ դժվար լինի կատարել վիրատությունը։ Եվ առանձնատուկ տեղ են գրավում այն չարաբաստիկ մեծ գիգանտ չափերով նորագոյացությունների չափերով հիվանդները, ովքեր արդեն դիում են գլխուղի սեղման համախտանիշով եւ վիրատության ցուցում է դառնում ոչ թե բուն նորագոյացությունը, այլ գլխուղի սեղման համախտանիշը։ Կարճ ներկայացնեմ մեր կատարված աշխատանքը Նաիրի բժշկական կենտրոնում վերջի 10 տարում մենք ունեցել ենք 126 վիրատություն, բարենպաստ ելքով դուրս են գվել 124-ը։ Պետք է նշել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ հիվանդները դիմել են տեսողական խանգարումներով, գրեթե բոլոր դեպքերում վիրատության հաջորդի սկորը նկատվել է տեսողության զգալի լավացում։ Նույնը պետք է նշել պրոլակտինոմանների դեպքում, երբ որ 3-4 օրը կրկնած հետազոտությունները ցույց են տվել պրոլակտինի քանակի զգալի նվազում, մի քանի անգամ։ Անբարենպաստ ելքով ունեցել ենք 2 դեպք, ինչի մասին ես կցանկանայի մանրամասնել։ Մեկը այո կապված է եղել պանհիպոպիտուրիզմի զարգացման, դրանից բխող հիպոնատրեմիայի, գլխուղեղի այտուցի եւ մահվան եւ ցավոք մի փաստի հետ, որ այդ ժամանակ Հայաստանում գտնել ներերակային ներարկման հիդրոկորտիզոն գրեթե անհնար էր։ Եվ երկրորդ դեպքը պայմանավորված էր գիգանտ չափերով նորագոյացությամբ, բուժառուի ու մոտ բացի նորագոյացությունը առաջացել էր օբստրուկտիվ հիդրոցեֆալիա։ Եվ այո, օբստրուկտիվ հիդրոցեֆալիայի պայմաններում կատարել ցանկացած նյարդավիրաբուժական միջամտություն խիստ վտանգավոր է, քանի որ ճնշման տատանումը կարող է բերել տոտալ իշեմիայի, դրանից բխող հետևանքներով։ Ունեցել ենք եւս մի դեպք, սակայն ես դրան ներառել եմ բավարար արդյունքով դուրս գրվածների խմբում, քանի որ հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից, 2 շաբաթ անց ուղղակի վատ հսկողության տեղամասային միգուցե թե ընտանիքի անդամների չեմ կարող ինչ-որ հստակ ասել, վատ հսկողության պայմանավորված արդեն կրկին հիպոպիտուրիզմով, բայց ուշացրած, գրեթե անգիտակից, գրեթե կոմատոզ ընդունվել է ստացիոնար եւ դրանից բխող վատ հետևանքներով։ Հիմա անդրադառնանք լավ թեմաներին, կրճատ ասեմ, որ վիրատությունները կարող են բաշխվել բաց եղանակով կատարվող վիրատությունների, որոնցից ամենաավանդականը, ինչպես նշած է, պտերոնալ մուտքով վիրատություններն են, սուբլաբիալ եղանակով վիրատությունները եւ այն, ինչ որ մենք անում ենք էնդոսկոպիկ։ Էնդոսկոպիկը իր հերթին կարող է լինել շատ պարզ, մեկ քթանցքից կատարվող, որը կատարվում է աշխատանքային խողովակի օգնությամբ եւ նրա մոդիֆիկացված տարբերակը, երբ որ հատվում է քթի միջնապատի հետին մասը եւ մուտք է ստեղծվում օգտագործելով 2 արտաքին քթանցքները։ Առավելությունը կայանում է նրանում, որ նման պարագայում կարելի է օգտագործել միայն մի քթանցքը եւ այս քթանցքից տեղադրել մենակ 2 վիրաբուժական գործիք։ Իսկ երբ որ մենք օգտագործում ենք 2 քթանցքերը, հնարավորություն է ստեղծում օգտագործել 2 ձեռք 4 գործիք։ Սա իհարկե շատ ակտուալ է, երբ որ կատարվում են մեծ չափերով նորագոյացությունների վիրատություններ։ Իմ կարծիքով եւ համադրելով նաեւ գրականական ծավալները, որպեսզի մենք հնարավորինս խուսափենք ներվիրատական եւ բնականաբար հետվիրատական բարդությունների, շատ կարեւոր է նախավիրատական անատոմիայի քննարկումը։
Սվենոդալ ծոցի կառուցվածքը, թրքական թմբի մեջքի գնահատումը ըստ ՀՇ-ի եւ այդ ամենի ինտեգրումը նավիգացիոն համակարգի մեջ։ ՀՇ-ը մերտե անգյոպատկերների ինտեգրումը, ներվիրատական հիպոթեզայի հնարավորության ստեղծումը, նախավիրատական շրջանում նավիգացիոն համակարգի ճշգրտության վերստուգումը։ Այս ամենը ինչ որ վերաբերում է նավիգացիոն համակարգին, ես ավելի ուշ հետ կվերադառնամ եւ ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ նրա առավելությունները, երբ որ օգտագործում ենք վիրատության ժամանակ։ Ներվիրատական բարդությունները հիմնականում կանխարգելված են դադարեցնելու հնարավոր կյանքին սպառնացող բարդությունը, որը համարվում է քնային զարկերակի վնասում։ Մենք չենք ունեցել, բայց ես շատ հաճախ տարբեր գիտաժողովներին տեսել եմ ներկայացված նյութեր, թե ինչպես են վնասում քնային զարկերակը, եւ բնականաբար մենք պետք է դրան պատրաստ լինենք եւ մեր գործողությունները հետեւյալն են։ Միշտ կատարվում է քթի հետին տամպոնադը։ Նախքան վիրատությունը մկանի, ճարպի կամ այլ ալոտրանսպլանտատի առկայություն, որ վնասման ժամանակ հնարավոր լինի կատարել տամպոնադը։ Ներարկմանը պատրաստ արյան փոխարինիչներ։ Իհարկե թվում է շատ պարզ, բայց սա պետք է լինի վիրասրահում հալեցրած եւ պատրաստ վիճակում օգտագործման։ Իհարկե մի կողմից ես ունեմ շատ դեմ մարդկանց sense խումբ, քանի որ մենք ստացվում է փչացնում ենք արյունը, բայց մյուս կողմից դա խիստ անհրաժեշտ է հնարավոր բարդությունների կանխարգելման համար, մեծ արյան կորստի վերականգնման, արագ վերականգնման համար։ Խիստ կարևոր է նաև նոր սերնդի բժշկական պարագաների առկայություն, ինչպիսիք են հեմոստատիկ սպունգը, հեմոստատիկ փրփուրը, օրինակ ֆլոցիլը, բիոլոգիական սոսինձի առկայությունը, սրահում հարց տվեցին լիկվորիայի մասին, էնդոկրինոլոգներից են, թե չեմ սխալվում, այո, լիկվորիան կարող է առաջանալ նաև ներվիրատական եւ նրա բուժման լավագույն տարբերակը դա բիոսոսինձի օգտագործումով այդ դեֆեկտի կպցնելն է։ Ազատ մուտք պարանոցին, կրկին շատ պրիմիտիվ, բայց սակայն շատ կարևոր հարց։ Եթե ծագի բուռն արյունահոսություն քնային զարկերակից, ապա անհրաժեշտ է կատարել սեղմում պարանոցին։ Իսկ քանի որ վիրատության ժամանակ հիվանդը բոլոր կողմերից շրջապատված է կամ վիրատական տեխնիկայով կամ այլ պարագաներով, միշտ պետք է իմանալ, որ պետք է վիրասրահում լինի մարդ, ով որ իմանա, որ նման արյունության ժամանակ առանց որևէ տագնապի, շտապողության իր գործողությունը պետք է լինել արտաքին քնային զարկերակի սեղմումը։ Եվ բնականաբար նախ եւ հետվիրատական շրջանում կորտիզոլի մոնիթորինգ, ներերակային օգտագործման հիդրոկորտիզոնի առկայություն, մեր աշխատանքային խմբում ռեանիմատոլոգի, էնդոկրինոլոգի մշտական ներգրավում, գործողություններ ուղղված հիպոպիտրյուտիզմի կանխարգելմանը։ Ոնց է միացվում վիդեոն։ Մենք խոսեցինք սֆենոդալ ծոցի առանձնացության եւ դրա կարեւորության մասին, տեսեք, եթե մենք կատարում ենք վիրատություն, սա մեր ուղեցույցն է։ Սա նշանակում է, որ մենք անցնելով ստեղից ունենք հնարավորություն աճ եւ ձախ գնալու մոտարապես մինչեւ 1 սանտիմետր եւ կատարելու գործողություններ։ Բայց պատկերացնենք, եթե մեր սֆենոիդալ ծոցը ունի նման պատկեր եւ դուք գալիս եք ստեղ տեղաշարժվում լատերալ 1 սանտիմետր վնասելու եք քնային զարկերակը։ Եվ այս հարցը լուծելու համար մեր օգնությանն է գալիս նավիգացիոն համակարգը, որը թույլ է տալիս ինտեգրել, կարել ՀՇ-ՄՌՏ պատկերները մեկի վրա եւ կախված վիրատության էտապից կատարվում է վիրաբուժական մուտքի ստեղծում, անհրաժեշտ է գնահատել սֆենոդալ ծոցի միջին ուղեցույցը, նավիգացիոն համակարգը թույլ է տալիս չշեղվել եւ խուսափել հնարավոր բարդություններից։ Ինչպես նշեցի, առավել վտանգավոր են անոթային բարդություններից քնային զարկերակի եւ վերին հիպոֆիզար զարկերակի վնասումը, որոնց կանխարգելման ուղղված միջոցառումների մասին արդեն խոսեցինք։ Ոչ պակաս բարդություն է եւ վտանգավորություն է ներկայացնում հիպոֆիզի բուն վնասումը, որը կարող է տեղի ունենալ եւ դրա կանխարգելումը խիստ կապակցված է արդեն ռադիոլոգների հետ համատեղ աշխատանքից, գնահատելուց նախավիրատական շրջանում,
հետ կոնտրաստային նկարների գնահատումից եւ հնարավորինս հայտնաբերելուց թե օրինակ որտեղ է գտնվում հիպոֆիզը եւ որտեղ է գտնվում նորագոյացությունը եւ կրկին այս նկարների ներբեռնումը նավիգացիոն համակարգի մեջ, որը թույլ է տալիս կանխարգելել դրա վնասումը։ Ես մի հատ ստոպ տամ։ Մյուս կարևոր հանգամանքը գլխուղի վնասում եւ նազալ լիկվարիա փոխկապակցված գլխուղի վնասման հետ, չնայած գլխուղի վնասում ինքնինով կարող է բերել ավելի լուրջ խնդիրների առաջացման, քան նազալ լիկվարիան։ Եթե դիտարկենք օրինակ այս դեպքը հետին մեջքի լրիվ բացակայությունը եւ վիրատական մուտքը անփոր ձեռքերում կարող է ստեղծել կարծիք, որ պետք է վիրատել ինչքան հնարավոր է շատ եւ վիրաբույժը ուղղակի ընկղվի գլխուղի մեջ։ Կրկին անգամ մեր օգնության է գալիս նավիգացիոն համակարգը, որը թույլ է տալիս որոշել խորությունը եւ հեռացվող ծավալի գնահատականը։ Եվ կրկին շատ կարճ է նավիգացիոն համակարգի մասին, տեսեք, սա սովորական պլաստմասե գանգ է, որի հշե պատկերը ինտեգրված է նավիգացիոն համակարգի մեջ։ Եվ երբ որ անց եմ կացնում ես ծայրակալով, նույնը տեսնում էկրանի վրա։ Այսինքն կիրառելով այս համակարգը, ներբեռնելով նրա մեջ հիվանդի MRT կամ ՀՇ հետազոտության տվյալները, ներվիրատական կարելի է շատ պարզ գնահատել, թե որտեղ են գտնվում մենք եւ ինչ անատոմիական ստրուկտուրա է գտնվում մեր վիրաբուժական մուտքի հաջորդ փուլում, հա, եւ կանխարգելել հնարավոր բարդությունները։ Չգիտեմ ինչքանով էր հետաքրքիր է նախավիրատական պատրաստումը, բայց ասենց ինչ որ վերաբերում է նազալ լիկվորայի կանխարգելմանը, այո, դա հաճախ հանդիպող բարդություն է ոչ այդքան մեր, ինչքան լոր պրակտիկայում, եւ մոտեցումը շատ պարզ է, լումբար դրենաժի օգտագործում հետվիրատական շրջանում, ներվիրատական ճարպային զանգվածով տամպոնադա եւ բիոլոգիական սոսնձով սոսնձում։ Եվ ինչպես նշեցի, սա թիմային աշխատանք է, մենք ունենք դեռևս 2010 թվականից ձևավորված թիմ եւ վիրատությունները կատարվում են համատեղ դիմացոնային վիրաբույժի հետ, սերտ համագործակցում ենք էնդոկրինոլոգի հետ, ռեանիմատոլոգի հետ, անեստեզիոլոգի հետ եւ բոլոր մեր դափնիները համարում ենք համատեղ ձեռբերում։ Այսպիսով անցնենք վիրատությանը։ Ինչպես նշեցի, վիրատությունը կարող է կատարվել մեկ քթանցքից տեղադրված աշխատանքային խողովակով, որոշվում է հիմնական ծոցի ստրուկտուրան, սա նավիգացիոն համակարգի ծայրակալն է, որը թույլ է տալիս որոշել մենք գտնվում ենք միջին գծով, հատվում է ոսկորները, դուք տեսնում եք կարծրենին, կատարվում է կարծրենու փոքր կտրվածք եւ ողջ էֆեկտիվությունը խիստ փոխկապակցված է հանգամանքի հետ, թե ուռուցքը ինչ կոնսիստենցիայի է, փափուկ թե պինդ։ Կոնկրետ այս դեպքում նորագոյություն ունի շատ փափուկ կոնսիստենցիա, այն հեռացվում է սովորական արտածծիչի, ունելիների, օղակաձև ունելիի միջոցով։ Հեռացման բոլոր փուլերում կատարվում է կրկին նավիգացիոն համակարգի օգտագործում, որը թույլ է տալիս որոշել խորությունը եւ ադեկվատությունը հեռացման։ Իհարկե մեծ զգուշությամբ են կատարում նրա հեռացումը լատերալ սահմաններով եւ կանխարգելելու համար լիկվորեան եւ ուղեղի արտանկումը դեպի խոռոչ, սկզբից վիրատությունը կատարվում է ժամը 6-ի ուղղությամբ եւ դրանից հետո արդեն մնացած ուղղություններով։ Ինձ թվում է մի քիչ լույսն է խանգարում, դուք տեսնում եք արդեն ձևավորված խոռոչ, որը լցնվում է հեմոստատիկ սպունգով, որից հետո բարձրացվում է զարկերակային ճնշումը, գնահատվում է ադեկվատ է հեմոստազը թե ոչ, ինչպես էս նկարում, եւ վիրատությունը համարվում է ավարտված։ Հիմա դիտարկենք մի քանի կլինիկական օրինակներ։ Մեր վիրատած բուժառուներից մեծ չափերի ինֆրացելուլար նորագոյություն, պրոլակտինի, եթե չեմ սխալվում, 4000-ին հասնող ցուցանիշով եւ անմիջապես վիրատությունից հետո 250 լուսնի համլետն դուք խնդրում եք թարգմանեք, որ մեր ցուցանիշները եւ իրանց ցուցանիշները խիստ տարբերվում են։ Մյուս մեր կլինիկական օրինակը վիրատած 2019 թվականին եւ վիրատությունից 6 տարի հետո շատ լավ ռեզուլտատ չունենք որևիցե ռեցիդիվ։ Մեկ այլ տարբերակ ոչ մեծ չափերի, բայց ինչպես խոսեցինք այսօր, դեղակայուն եւ պրոլակտինի բարձր քանակով ռեզիստենտ դեպք նախքան վիրատությունից հետո
պրոլակտինի քանակը հանձնած 3-րդ օրը ցույց է տալիս եռակի կամ քառակի իջեցում եւ առանց ռեցիդիվի տարբերակ։ Մյուս դեպքը շատ հետաքրքրաշարժ այնքանով, որ մենք ունեցել ենք բավականին մեծ չափերի հասնող նորագույացություն, հեռացման ժամանակ լիկվորեա եւ խոռոչը ներկայումս այս նկարի վրա ավելի շուտ ասեմ լցոնված է ճարպային բջջանքով։ Լիկվորեայի կանխարգելման տարբերակներից մեկը։ Իդեպ նշեմ, որ մենք գրեթե բոլոր դեպքերում հետվիրատական հաջորդ իսկ օրը կատարում ենք MRT հետազոտություն adekvat գնահատելու համար մեր հեռացման աստիճանը։ Ներկայացված է նախավիրահատական, հետվիրատական հաջորդ օրը եւ վիրահատությունից 6 ամիս անց։ Էլի համաձայնվեք, եթե գնահատենք բավականին լավ։ Այս մի դեպքում մենք ունենք ռեզիդուալ հյուսվածք եւ ինչպես խոսվեց ինչ անել, այո, որոշ դեպքերում երբ որ նորագույացությունը ունի սուպրասելար տեղակայում, միշտ չէ որ հնարավոր է այս եղանակով հեռացնել այն ամբողջությամբ, հեռացվում է հիմնականում նրա ինֆրասելար մասը, իսկ այն կտորը, որը որ տեղակայված է սուպրասելար հատվածում, ժամանակի ընթացքում իջնում է դեպի ինֆրասելար։ Վերջիվերջո մենք հետապնդում ենք նպատակ հեռացնել նորագույացությունը, ազատել հիվանդին տեսողական խնդիրներից եւ հնարավոր էնդոկրին։ Անելով այս գործողությունը մենք բնականաբար կատարում ենք տեսողական նյարդերի դեկոմպրեսիա, իսկ մնացորդային արդեն հյուսվածքի ընկճումը, աճի ընկճումը, իհարկե դա արդեն էնդոկրինոլոգների ոլորտն է, մենք այդտեղ չենք խառնվում, եւ իմ կարծիքով, եթե հաշվի առնենք մեր 10 տարվա փորձը, ես կրկնակի վիրահատություններ երևի թե ոչ ավել քան 10 դեպքերում եմ հիշում կատարված, մնացած դեպքերում դեղորայքային բուժումը եղել է բավարար կանխարգելելու համար կրկնակի աճ եւ վիրահատությունը։ Կրկին կլինիկական օրինակ, նախքան վիրահատությունը, վիրահատության հաջորդ օրը եւ վիրահատությունից 2 տարի հետո։ Մեկ այլ հետաքրքրաշարժ օրինակ, նախքան վիրահատությունը ինֆրասուպրասելար տեղակայման, վիրահատության հաջորդ օրը դուք տեսնում եք հեռացված խոռոչում սպունգի առկայությունը, վիրահատությունից 1 տարի անց, վիրահատությունից 2 տարի անց գրեթե անփոփոխ։ Իհարկե, նման վիրահատությունները կարող են ավելի ռադիկալ կատարվել բաց եղանակով, բայց եթե մենք դնենք կշեռքի մինիմալ ինվազիվ եղանակով վիրահատություն, որից հետո դեղորայքային բուժում թե բաց եղանակով, դա առաջարկվում է հիվանդներին, բոլորն նախընտրում են մինիմալ ինվազիվ տարբերակը։ Եվ ինչպես խոսեցինք այսօր ապոպլեքսիայի, իհարկե ես եմ համամիտ, որ ապոպլեքսիան ինքիրանով ցուցում չի կարող համարվել վիրահատության, բայց սակայն եթե նա այնքան մեծ է եւ այնքան ցայտուն կլինիկական դրսևորումով, օրինակ տեսողության կտրուկ վատթարացումով, դեղորայքային բուժմանը չենթարկվող գլխացավերով, ինքն իրանով արդեն որպես մաս էֆեկտ դառնում է ցուցում վիրահատությանը։ Մեկ այլ օրինակ, բավականին լավ արդյունքով դուք տեսնում եք գիգանտ չափերի հասնող նորագույացություն ընդգծված է եւ անմիջապես վիրահատության հաջորդ օրը կատարած MRT հետազոտությունը ցույց է տվել, որ ռեզիդուալ հյուսվածքը շատ քիչ է, մոտավորապես 20%-ը չի գերազանցում եւ հաշվի առնելով թե ինչ մեթոդով է կատարվել վիրահատությունը, իմ կարծիքով սա կարելի է գնահատել որպես լավ արդյունք։ Այնինչ ես ասեցի, որպես անբարենպաստ ելքով հիվանդ խիստ արժանի են ուշադրության նման գիգանտ չափերով նորագույացությունները, որոնք առաջացնում են հիդրոցեֆալիա։ Այս դեպքերում խիստ կարևոր է նախքան վիրահատությունը արտաքին դրենավորում, ներգանգային ճնշման իջեցում եւ նոր դրանից հետո կատարել վիրահատություն եւ մենք ընտրել ենք այս տակտիկան եւ վերջի տարիներին բոլոր նման չափով նորագույացությունների դեպքում սկզբից կատարվում է արտաքին դրենավորում, դրանից հետո նոր վիրահատություն։ Եվ այո, հիպոֆիզի նորագույացություններից բացի շատ այլ տարաբնույթ պաթոլոգիաներ կարող են ցուցում հանդիսանալ վիրահատությանը, ինչպիսիք են կոլոիդ կիստան, այս դեպքում հիվանդի մոտ առկա է խիստ արտահայտված էկզոֆթալմ, որը վիրահատության հաջորդ իսկ օրը անհետացավ, հիպոֆիզար գաճաճությունը, էլի կոլոիդ կիստա պլյուս գաճաճություն, վիրահատությունից հետո հիվանդը բուժվում է էնդոկրինոլոգների մոտ, ես այս աղջկան տեսել եմ 2 տարի առաջ, ուղղակի էլ չկարողացա նկարեմ, արդեն մեծ էր, փարթամ, հոյակապ ռեզուլտատով, չնայած սա ավելի շատ էնդոկրինոլոգների ենթադրում եմ
դափնինը կանստե վիրատող բժշկի։ Կարող են հանդիպել նաև ոչ տիպիկ ախտահարումներ, նորագույացություններ, որոնք բերում են գանգի հիմի ոսկորների քայքայման եւ էլի պետք է լինել զգույշ, որպեսզի չներթափանցել խորը։ Նախքան վիրատությունը, նորագույացությունը եւ անմիջապես վիրատությունից հետո։ Հետաքրքրաշարժը առողջնոդալ կիստայով հիվանդը, սա իմ միակ դեպքն է իմ պրակտիկայում, իհարկե ռետրոսպեկտիվ շատ հեշտ է գնահատել, որ սա առողջնոդալ կիստա է, սակայն նախքան վիրատությունը ախտորոշումը դրված էր որպես կիստոզ նորագույացություն եւ ոչ թե առողջնոդալ կիստա, եւ երբ որ մենք կատարեցինք պունկցիան եւ հայտնաբերեցինք, որ պարունակությունը ոչ այնինչ է, քան ողնուղային հեղուկ, շատ դժվար է կողմնորոշվել ինչ անել, սակայն մեզ հաջողվեց խոռոչը լցնելով ճարպային հյուսվածքով եւ սոսնձելով, մենք այս կիստան վերացրեցինք, իդեպ ասեմ, որ կիստային այդքան էլ բնորոշ չէր, սակայն այս դեպքում հիվանդը ընդունվել էր գանգատվելով վատթարացող եւ պրոգրեսիվող տեսողության վատացումից։ Այսինքն կիստան որպես մաս էֆեկտ էր գործել։ Մյուս շատ հետաքրքրաշարժ դեպք կարող եմ նշել այս հատվածի աբսեսը, թարախակույտը, որ էլի շատ քիչ հանդիպող են։ Աբսեսը վիրատության հաջորդ օրը եւ վիրատությունից 6 ամիս անց, ինչպես նաեւ էլի անդրադառնանք անվտանգային հարցերին, տեսեք բավականին մեծ շափերի հասնող մուկոցելը, որը քայքայել է ոսկորները եւ այո, անզգույշ վիրատության դեպքում մեծ է ռիսկը ներթափանցման դեպի գլխուղեղ անցնելով մուկոցելեն եւ կրկին նշեմ, որ այո նոր տեխնոլոգիաների, էնդոսկոպիկ, ուլտրաձայնային, նավիգացիոն համակարգ եւ այլն օգտագործումը եւ կիրառումը խիստ կարեւոր է վիրատությունը առավել էֆեկտիվ եւ անվտանգ դարձնելու համար։ Եվ այսպես եզրակացնելով կասեմ, որ հիպոֆիզար սելյար շրջանի գրեթե ցանկացած չափի եւ տեղակայման նորագույացություն կարող է վիրատվել էնդոսկոպիկ եղանակով, էնդոնազալ տրանսֆենոիդալ մուտքով։ Նախքան վիրատությունը խիստ անհրաժեշտ է կատարել գլխուղեղի ՀՇ հետազոտություն, համադրել DMRT հետազոտության հետ, ինտեգրել նավիգացիոն համակարգում, որպեսզի հնարավորինս խուսափել անոթային ստրուկտուրաների գլխուղեղի վնասումից։ Նախ եւ հետվիրատական շրջանում հսկել հորմոնային դիսբալանսը մեծ վիրաբույժներից ամենակարևորը դա կորտիզոլն է։ Մոդիֆիկացված վիրաբույժական մուտքը, ինչի մասին խոսեցի, 2 քթանցքով եւ 4 ձեռքով թույլ է տալիս վիրատել նույնիսկ բավականին մեծ չափերի հասնող նորագույացությունները։ Խիստ անհրաժեշտ ունենալ հիդրոկորտիզոն ներյակային եւ նախա թե ինչպես հետվիրատական դիսբալանսը լրացնելու համար։ Գիգանտ չափերի ադենոմաների դեպքում նախքան վիրատությունը տեղադրվում է արտաքին փորոքի դրենաժ, իջեցվում է ներգանգային ճնշումը, նորից հետո կատարվում վիրատություն։ Հիպոֆիզար շրջանի նորագույացությունների վիրաբույժական բուժումը պահանջում է թիմային աշխատանք, ներգրավելով էնդոկրինոլոգների, նյարդաբանների, ակնաբուժների, ճառագայթաբանների, դիմացոնոտային վիրաբույժների եւ ի վերջո մեզ նյարդավիրաբույժներից։ Շնորհակալություն ուշադրության համար։